Երբ դուք սկսում եք նույնականանալ, հենց դա է հարաբերությունը խոսքի հետ, սա պարզապես խոսք կարդալ չէ, սա հարաբերություն է խոսքի հետ, որտև խոսքը կենդանի է, այս խոսքը կենդանի է, իմ խոսքերը հոգի են և կյանք, հասկանում եք, ուստի Աստծո խոսքը, պարզապես ասված Աստծո խոսքը, հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը Աստծո խոսքից, ահա թե ինչու մեզ չի կարելի թերագնահատել խոսքը, խոսքը պարզապես թանակ չէ թղթի վրա, գիտեք, կամ էլի ինչ-որ այլ բան, երբ խոսքը սկսում է բացվել, մարդկային միտքը, մենք երբեք չենք կարող հասկանալ դա մարդկային հասկացողությամբ, այլապես պատկերացրեք ինչքան աստվածաշնչի գիտակներ կլինեին մեզ մոտ, պատկերացրեք թե ինչպես բոլորը կհասկանային Աստվածաշունչը այս իմաստով, բայց ճշմարտության հոգին խոստացված է և կգա ձեզ մոտ, իսկ դա հենց Աստծո հրեշտակն է, դա հենց Սուրբ Հոգին է, դա հենց Հիսուսն է Հոգու տեսքով, որը գալիս է ձեզ։ Ուստի դուք ասում եք, ես ցանկանում եմ տեսնել Հիսուսին, դուք հանդիպում եք նրա հետ ամեն օր, նա շշնջում է ձեզ, նա առաջնորդում է ձեզ իր խոսքի մեջ, սա ճանապարհային քարտեզ է, որը ձեզ կտանի սպասված ավարտին, հենց այդպես եք դուք կատարում ձեր երկրային ճանապարհորդությունը, հենց այնտեղ եք դուք տեսնում խաչմերուկների ժամանակը, խոսքի մեջ, դրա համար խոսքը դառնում է ձեզ համար ինչպես ուղեկից, դուք այնքան եք միաձուլվել խոսքի հետ, գիտեք, դուք նստում եք այնտեղ, կարդում եք խոսքը, խորհում եք նրա մասին, ես չեմ խոսում այն մասին, որ ճմռեք Աստվածաշունչը և փնտրեք խոսքը և դրա նման բաներ, ոչ, դուք բացում եք այս խոսքը, սկսում եք ընթերցել և խնդրում եք Աստծուն տալ ձեզ հասկացողություն, հետո տեսնում եք, որ գրքի այս հատվածից նա ցույց է տալիս ձեզ մեկ ուրիշ հատված, դուք անդրադառնում եք ուրիշ հատվածի և ձեր շուրջը ամեն ինչ սկսում է պարզ դառնալ, իսկ ինչու՞, նա տալիս է ձեզ ձեռնարկ ճշմարտության մեջ, ընդ որում ոչ թե ինչ-որ ճշմարտություն, ոչ թե ճշմարտություն անցյալից, այլ ներկա ժամանակի ճշմարտություն, ահա թե ինչու, երբ սկսեցին տեղի ունենալ այս իրադարձությունները, ես ասացի, այսպես, եկեք ես գնամ և անցկացնեմ մի քանի ծառայություններ սրբերի հետ, պարզապես նստեմ և գտնեմ հնարավորություն հանգստանալու և պարզապես զրուցեմ ու կիսվեմ որոշ բաներով, որտև այն ինչ տեղի է ունենում հիմա, պատկերացրեք, շղթայում է ամբողջ աշխարհի ուշադրությունը, և շատերը, ովքեր ուսումնասիրում են մարգարեությունները, գիտեն, որ սա նախասված է Աստվածաշնչում,